Ես միշտ խաբում էի մարդկանց։ Իմ աշխատանքի վայրում, երբ այդպիսի հնարավորություն կար, ես միշտ խաբում էի մարդկանց։ Եվ խանութում, երբ ես ինչ-որ բան էի վաճառում, ես խաբում էի գնորդներին, ապրանքը շատ վատ որակով էի վաճառում եւ մտածում էի այսպես. ոչինչ, հետո ես կուղվեմ։ Ոչինչ, որ այս ապրանքը որակով չէ, շատ հին է, ես հետո կհասցնեմ փոխվել։ Հիմա թող այսպես լինի։ Եվ ես շարունակում էի այդպես, շարունակում էի մարդկանց խաբել։ Ես միշտ խաբեության մեջ եմ ապրել։ Նույնիսկ երբ գնորդները նկատում էին, որ ապրանքը վատ որակով է, նկատում էին, որ ես խաբել եմ նրանց, փոխարենը որպեսզի ես ճիշտն ասեի, ես պատասխանատվությունն այլ մարդկանց վրա էի դնում։ Ասում էի այսպես. այն մարդը ուշադիր չի եղել ապրանքին, եւ ես այդպես մեղքը միշտ ուրիշների վրա էի գցում։ Երբեմն ես լավ գիտեի, որ չի ստացվի աշխատանքը մինչև վերջ եւ լավ որակով կատարել, բայց միևնույն է խոստանում էի մարդկանց, որ անպայման կանեմ։ Ես դա հաստատ կանեմ, բայց իրականում ես այդտեղ ժամանակ էի շահում։ Քանի դեռ այդ հնարավորությունը կար, ես այդպես էի վարվում։ Եվ ինչպես որ ասացի, միշտ ես խոստանում էի, որ կանեմ այդ աշխատանքը, իմանալով, որ չէի հասցնելու, բայց միևնույն է խոստանում էի եւ չէի կատարում։ Երբ ինչ-որ մարդկանց հետ գործարք էի կնքում, ես նրանց իմ խոսքն էի տալիս։ Խոստանում էի նրանց, որ իմ կողմից ինչ-որ հարկավոր է, ես ամեն ինչ կանեմ, բայց ես խաբում էի նրանց։ Ես հասկանում էի, որ չեմ կարող դա անել։ Եվ դրանից հետո իմ կյանքն ամբողջությամբ կործանվեց։ Ամեն ինչ հասավ նրան, որ մեզ մեր բնակարանից դուրս հանեցին, եւ այն ինչ որ ես շատ լավ եմ հիշում, ամանորյա տոներին մեր սառնարանը ամբողջությամբ դատարկ էր։ Դա իրական պարտություն էր։ Ես անընդհատ փոխում էի իմ աշխատանքը, եւ կյանքս վերևից դեպի ներքև էր միշտ իջնում։ Ես իմ կյանքում ոչ մի հաջողության չէի հասնում։ Ամուսնական կյանքս նույնպես փլուզվում էր։ Միայն պարտություններ, սկանդալներ, վեճեր։ Ես շատ պարտքեր ունեի այն ժամանակ, եւ այդ պարտքերի պատճառով մենք միշտ թաքնված էինք ապրում, որովհետեւ գումար չունեինք, որպեսզի վճարեինք այդ պարտքերը։ Դրանից հետո ես արդեն ոչ մի աշխատանք չունեի։ Եվ մի օր ես նայում էի Աստծո Թագավորություն եկեղեցու ուղիղ եթերներից մեկը։ Երբ ես դիտում էի, ինձ շատ էր հետաքրքրում։ Այնտեղ կային վկայություններ, եպիսկոպոս Մասեդոյի խոսքը, եւ դա ինձ շատ էր գրավում, քանի դեռ ես առանց աշխատանքի էի, նայում էի եկեղեցու բոլոր նյութերը, նայում էի ծառայությունները, որոնք on-line էին լինում։ Նայում էի սիրո թերապիայի ծառայությունը, Աստծո հետ բարգավաճման ծառայությունը։ Ես սկսում էի սովորել, ինչպես պատվել Աստծուն, հասկանում էի Սուրբ Հոգուն ստանալու կարևորությունը, եւ ես շատ էի լսում Աստծուն հավատարիմ լինելու մասին։ Եվ այդ ամենն իմ ներսում հետաքրքրություն առաջացրեց, որպեսզի ավելի շատ ճանաչեմ Աստծուն։ Ես շատ մարդկանց վկայություններ էի դիտում, ում անցյալը նման էր իմ ներկային։ Եվ ես նույնպես ցանկանում էի փոփոխություն տեսնել։ Եվ մի անգամ ուղիղ եթերի ժամանակ եպիսկոպոսը հրավիրեց, որպեսզի մասնակցենք Աստծո Թագավորություն եկեղեցու ծառայություններից մեկին։ Մասնակցելով այդ ծառայություններին, ես հասկացա, թե որքան կարևոր է ճիշտ վարվել, արդար լինել, ինչպես Աստծո հետ, այնպես էլ մարդկանց հետ։ Ես սկսեցի փոխել նույնպես իմ արարքները։ Ինչ որ ես անում էի, փորձում էի ամենալավն անել, թե աշխատանքի վայրում, թե ընտանիքում։ Օրինակ, առաջ ես շատ ագրեսիվ եւ ներվային ամուսին էի, բայց ես սկսեցի փոխվել։ Փոխարենը որպեսզի բարկությունից պայթեմ, ջղայնանամ, ես սկզբում մտածում էի, թե ինչպես կարող եմ ճիշտ վարվել։ Նույնպես աշխատանքի վայրում, երբ ինձ աշխատանք էին տալիս, եւ ես գիտեի, որ դա չեմ կարող կատարել, ես չէի վերցնում այդ աշխատանքը։ Ես չէի ցանկանում աշխատանքի վայրում լինել ինչպես որ անցյալում էի։
Ես սկսել էի մեծ պատասխանատվությամբ վերաբերվել իմ աշխատանքին։ Իմ կյանքի բոլոր ոլորտներում ես փոխվեցի։ Ես հասկացա, որ երբ մենք մտերիմի հետ արդար ենք վարվում, դա նույնպես Աստծո համար զոհաբերություն է։ Եվ այսօր փառք Աստծուն, իմ կյանքն ամբողջությամբ փոխվել է։ Իմ ընտանիքը վերականգնվել է, իմ ֆինանսական կյանքն է փոխվել։ Այսօր ես լավ մեքենա ունեմ, ես ճամփորդում եմ այնտեղ, որտեղ որ ցանկանում եմ, եւ եթե անցյալում մեզ բնակարանից դուրս էին նետել, այսօր Աստված հնարավորություն է տվել, որ մենք մեր սեփական բնակարանն ունենանք։ Բայց ամենաթանկարժեքը, որ ես ունեմ, դա Սուրբ Հոգին է։ Հենց նա է առաջնորդում իմ կյանքը։ Այսօր ես խաղաղություն ունեմ եւ կայացած մարդ եմ։ Փառք Աստծուն, որ այսօր ես ունեմ այդ հասկացողությունը, որ Կեսարինը պետք է Կեսարին տամ, իսկ Աստծունն Աստծուն։